Բարև ձեզ, սիրելի հարագիստներ, արդեն հանրազանոթ ինձ հետ է միջազգանագետ Դավիթ Կարապետյանը, որ արդեն չեմ ներկայացնելու, պատճառը այն է, որ արդեն Դավիթ Կարապետյանը ամեն օր ամեն մեկ երկու երեք մեդիա իրեն արդեն այսպես գորսա, որ իր գարձի կառն է, կրնամսել իմ վկայությամբ եւ համոզումով, որ նոր սերունդին ամենեն բարուն թեմքերը մեկն է Դավիթ Կարապետյան միջազգանագետը այս սերունդին, բարև եւ պիտի խնդրեմ ինձ ներեք, որ ձեզ հետ որտեղ Դավիթ Կարապետյանը համեստ եւ անձնական բարեկամս ընկերս է, առանց այդ պաշտոնական հայաստանյան ավելի սպիրկահայեմ քեզ հետ խոսիմ եզակիով թույլ կտաս։ Իհարկե, սիրով, Ոյակալ։ շնորհակալ եմ նման գնահատանքի համար, շատ շնորհակալ եմ ու պարտավորեցնող է նաև Պետրոս ջան։ Ամեն դեպքում ամեն մեկս մեր գործն ենք անում, պետք է այնպես անենք, որպեսզի ժողովուրդը մասնավորապես մեր պահով ասի, որ անաչառ անկողմնակալ օբյեկտիվ մարդ է, որը որ կառուցում է իր վերլուծությունը բացառապես փաստերի վրա, այլ ոչ թե էմոցիաների կամ այսպես մտածածին ինչ որ իրավիճակների վրա, հետևաբար այո, որպեսզի հանրությունը լավ աչքով նայի, իսկ մենք բաց ճակատով հանրության առաջ ներկայանանք, պետք է իհարկե մասնագիտական որակներով հանդերձ նայել, ճիշտ վերլուծություն կառուցել, անաչառ, ինչպես ասեցի, անկողմնակալ եւ մաքսիմալ պարզ մատչելի լեզվով այդ ամեն ինչը ներկայացնի հանրությանը։ Շնորհակալ եմ, եղբայր ջան, ուրախ եմ քեզ տեսնել նաև։ Նմանապես, այսինքն նկատի ունիս արեական եւ ոչ դոգմատիկ անոնասին հասնելու ենք, սակայն նախ օգտվել մի բացեր թեմաներով, մի բացերծված, էմոցիազերծ, այսպես ասած, ամեն դեպքում այն ինչը որ ռեալ պոլիտիկի շրջանակներում է, հա, այլ ոչ թե քաղաքական կոնսպիրոլոգիաների ու վանգայությունների շղթայում։ Վանգաներ շատ ունենք, ադելություն շատ ունենք, սակայն նախ կարող հասնելու Այլուշներ ունենք։ Դավիթ Կարապետյան 1990-ին վերգամ 1992-ին որ ես գեդեվիմ Ամերիկայի կրնամսել առաջին անգամն է որ Ամերիկան հստակ վերջնական հաստատ հաջողության եւ հաղթանակի չհասնի առաջին անգամն է որովհետեւ Պարսկաստանի իշխանապողություն դեղի ունեցավ առաջին անգամն Ամերիկան մենակ պատերազմի հետ նկատեք ինքև Իսրայելը ասկան նեգոսիացիա Ամերիկան ես իբր լիբանանցի գուզեի որ Պարսկաստանը բարդվի սակայն իբր հայաստանցի չեմ ուզել որ Պարսկաստանի խորդակվի հայաստանյան շահերն ելերով սակայն թողեմ մասնակետին արդյոք Ամերիկան իսկապես անելի մեջ է ավելի ճիշտ է Դոնալդ Թրամփը արդյոք Դոնալդ Թրամփը փաստորեն ամենեն անփորձալու եւ ամենեն քորոզ անպարտավան նախագահ ելա որ Ամերիկային պատկերը արդյոք շատ ուժեղ հարված իր իմաժը խնդրեմ հարամեցեք Դե տեսեք շատ ճիշտ գնահատական տվեցիք խոսքը գնում է բացառիկ օդիոս կերպարի մասին որը որ արկածախնդիր պատեհապաշտ է եւ որը որ հասկանում ես որ բիզնես աշխարհից մտել է քաղաքական դաշտ ընդ որում ղեկավարում է մի հեգեմոն գերտերություն որի անունը Միացյալ Նահանգներ եւ թե իր տնտեսագիտական այսպես ֆինանսիստական հաշվարկներով ավիրում է հենց այս պահին անգամ Միացյալ Նահանգներ եւ թե ամբողջ աշխարհը, հա եւ ոչ միայն ավիրում է, հա մարդը նաեւ բացի բաց առանց երկմտանքի առանց էմոցիաների ասում է որ մի ամբողջ քաղաքակրթություն անգամ կզոհաբերի կմեռնի այդ քաղաքակրթությունը այս գիշեր, հա կամ կոչնչացվի, կջնջվի քարտեզի երեսից եւ այլն, այսինքն մարդը բաց թկած ունենալով միջազգային իրավունքի, բարոյական նորմերի, միջպետական հարաբերությունների մասին իր իմիջը պահելու համար, իր դեմքը պահելու, իր այսպես արկածախնդրության ցուցիչը, հա, աշխարհին պարտադրելու համար զուտ անում է քայլեր, որոնք որ ռազմաստրատեգիական տեսանկյունից դրանք լավ հաշվարկված չեն կամ թերի են հաշվարկված, գնում է ռազմական այնպիսի էսկալացիաների, որի վստահ եմ ավելի քան որ հաշվարկը եւ հետ հաշվարկը չկա եւ ավելի քան վստահ եմ որ օր առաջ անգամ իր ամենավստահելի մարդիկ իր շրջապատի այդ թվում JD Vance-ը, հա, պետքարտուղարը Ռուբիոն բոլորը օր առաջ րոպե առաջ վստահում են ասում են որ իհարկե գեղեցիկ փաթեթավորելով որ դու արդեն հաղթել ես մեզ հայտնի հաղթել ենք սցենարով ասա որ պատերազմը դադարեցվում է Ամերիկայի հաղթանակով թեպետ թող
այս ամեն ինչը որքան էլ որ մի մեծ ավանտյուրա էր, ռազմավարական ֆիասկոյով ավարտված, համենայնդեպս դեռ չէ ավարտվել, գիտեք, հրադադարը ժամանակավոր էր, որի մասին ընդ որում ես բազմից էի ասում, որ սա կայուն հրադադար չի ու չի կարող հրադադար անգամ համարվել, որտեղ հրադադարի անմիջապես ժամեր անց, երբ որ որոշակի համաձայնություններ եղավ արդեն Իսլամաբադում, գիտեք, ամբողջ Լիբանանի հարավը ավիրեցին, քարը քարին չեն թողել։ Եվ ինձանից լավ վստահ եմ դուք եք տեղեկացված, մամուլը բարձրաձայնում են, գոռում կոչում է միջազգային հանրությանը, ողջ միջազգային ուրեմն վերպետական կառույցների եւ ուրեմն հեղինակավոր կազմակերպությունների, միջպետական կառույցների գերատեսչության ուշադրությունն են հրավիրում, բայց արի տես, որ ձայն բարբարո անապատի օկուպացվել է ամբողջ Լիբանանի հարավը, ավիրվել է, հողին է հավասարեցվել քաղաքներ եւ գյուղեր, հա բնակավայրեր։ Հետևաբար հասկանալի է, որ այս ամեն ինչը խոսում է, որ չի կարելի եւ հնարավոր չէ ամերիկա-իսրայելական տանդեմի հետ անգամ բանակցություններ վարել, որը կտանի բաղձալի այդքան ցանկալի կուլմինացիային, այն է խաղաղության ինստիտուցիոնալ խաղաղության հաստատումը, որը էլի տեղի չի ունենում, հա, եւ այդ բանակցությունները ընդամենը հասկանալի է, որ կարծես ժամանակ է, որպես այդպեսին վերագործարկելու պատերազմի ժամկետը։ Մանավանդ ես ուզում եմ շատ կարևոր դիտարկում անել, հարգելի Պետրոս, տեսեք, ԱՄՆ-ի սահմանադրության համաձայն երկրի նախագահը չի կարող կոնգրեսի հավանության բացակայության պայմաններում ռազմական գործողություններ վարել ավելի քան 2 ամիս։ Այսինքն այդ ժամկետը լրանում է այս ամսվա 28-ին։ Եվ հետևաբար այս պարագայում հասկանալի է, որ նա կոնգրեսի հետ լուրջ խնդիրներ ունենալու է։ Առավել եւս, որ ընդհանրապես սա ամերիկյան ժողովրդի եւ ամերիկյան պետության պատերազմը չի։ Սա ընդամենը իդեմս նախագահի պատերազմն է, որտեղ ոչ սենատը, ոչ կոնգրեսը դրա համաձայնությունը չի տվել, ռազմական պատերազմական բյուջեն չի հաստատել։ Այ հիմա 200 միլիարդից ավել բյուջե են փորձում հաստատել Սպիտակ տան միջոցով կոնգրեսին ուղղված, որպեսզի հաստատեն եւ ռազմական գործողություններ իրականացնեն։ Եվ սա բացառապես կրում է օպերացիայի բնույթ, իրականում լայնամասշտաբ պատերազմ է, գիտենք, բայց քանի որ օրենքի տեսանկյունից սա պատերազմ չի կարող կոչվել եւ սահմանափակվում է մինչեւ 28-ը, հետեւաբար հասկանալի է, որ նա հետագայում խնդիր է ունենալու եւ դատարանի առաջ ես ավելի քան վստահ եմ կանգնելու է արբիտրաժի, որ ինքը վարել է պատերազմ առանց պետական ապարատի, պետական պատկան մարմինների գիտության եւ թույլտվության, միանձնյա եւ էլ չասեմ, որ հետագայում այդ ամբողջ պատասխանատվությունը քաղաքական եւ ռազմական կրում է նա։ Եվ այստեղ այո, բոլորիս հայտնի 10 կետերը իրանական, 10-ից 15 կետեր գիտեք, ամերիկյան կողմն է առաջ քաշել։ Եվ այստեղ հասկանում ես, որ ինֆորմացիոն պատերազմի փուլում ենք, որտեղ խոսքը գնում է այդ պայմաններով երկուստեք հրադադարի մասին, բայց իրականում հրադադար չի։ Սա անգամ հրադադար չի, որտեղ լոկալ էլի պատերազմական իրավիճակներ տեղի ունենում են։ Ընդ որում պայմաններից մեկը եղել է այսպես կոչված պրոքսի ուժերի նաև չհարվածելու պայման։ Եվ այստեղ է, որ ամերիկյան կողմը բացեիբաց խախտել է այդ մասերը եւ այդ մասին անգամ երբ որ բանակցություններ էր գնում, այդ Իրանի 10 կետերի ծրագրի որպես կետանոց ծրագիրը անընդունելի են համարել։ Եթե տեղյակ եք, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը այդ մասին հայտարարեց, որ Իրանի 10 կետերը անընդունելի է եւ դա անգամ աղբարգ նետելու ուրեմն ծրագիր է, որովհետև նախագահ Թրամփը եւ նրա թիմը բացառապես չեն կարող անգամ այն դիտարկել։ Այդ ցուցակը չեն կարող անգամ աչքի տակով անցկացնել, որտեղ ըստ իրենց դա աբսուրդային է ու անիմաստ։ Հետևաբար Նաթանյահուն իր հերթին խոսում է երբ միջուկային օբյեկտներին կրկին հարվածելու մասին եւ հասկանում ես, որ ինտենսիվ ռազմական գործողությունների վերսկսումը սարերի հետևում չի։ Առավել եւս գիտեք, Հորմուզի նեղուցի հետ այդ հատվածի բացման պահանջն է դրված,
Միացյալ Նահանգները այլ պահանջներ դրել, որտեղ իր գեր նպատակը Արգելի Պետրոս, ես ասել եմ ժամանակին, հիմա էլ եմ ասում, դերևս ակտուալ է։ Այն ինչը նախատեսված էր 4 օրում, որը իրենք չստացվեց, կատարեն, անցավ արդեն 4 շաբաթ եւ ավելի։ Խոսքը վերաբերում էր Իրանի հոգևորից աշխարհիկ պետության վերածումը, իշխանության լիկվիդացումը, որը տեղի ունեցավ, բայց դրա արդյունքում գերցանկություն, գերնպատակը, որպեսզի իշխանությունների փոփոխություն լիներ անմիջապես Իրանի ժողովրդի մասնակցությամբ, դա տեղի չունեցավ։ Իրանի ժողովուրդը չընկրկեց, այդ սադրանքներին չտրվեց, միահամուռ գտնվեցին, իրենց արիական կեցվածք դրսևորեցին, ընդ որում ասեմ, հայտնի է ենթակառուցվածքների հարվածելու ժամանակ մեր ու մանուկ հիշում եք կանգնել էին, որպեսզի չհարվածեին։ Այսինքն սա խոսում է նրանին, որ պետությունը եւ ժողովուրդը միահամուռ է։ Եվ հետևաբար շատ դժվար է, երբ որ գիտեք 92 եւ ավելի միլիոն բնակչությունը, որը որ չի պատրաստվում կապիտուլացվել, իրենց փորձելով զորբայությամբ կապիտուլացնել, դա չի ստացվելու։ Եվ ավելի քան վստահ եմ, որ Թրամփը այդ ամեն ինչը գիտակցում է, դրա համար էկլեկտիկ մտքերով, անհոդապաշտ մտքեր արտահայտում, իրարամերժ հայտարարություններով, էմոցիոնալ շատ դեպքերում, հա, խոսում էր որ ինքը պերսոնա գրատայա, օրինակ Վենեսուելային, որ հաջորդ ընտրություններին անգամ իր տեխնացությունն է դնելու նախագահական, հա, եւ այլն։ Հասկանում ես, որ այդ մարդը արկածախնդրի մարդ է, որը որ պատահաբար չասեմ, բայց համենայն դեպս հայտնվել է հեգեմոն գերտերության, ուրեմն նախագահի պաշտոնին։ Հետևաբար ձեր ասածը գալիս է նրան, որ այո, փխրուն է շատ այդ հրադադար ասվածը, անգամ այդ հրադադարը հարաբերական է ասված, հետևաբար հասկանալի է, որ առաջիկայում չի բացառվում, որ կրկին ինտենսիվացվի այդ ռազմական գործողությունը, ընդ որում որ պարսկական կողմը միշտ պնդել է, որ ոչ մի կերպ չի ընկրկելու, ուրանի հարստացման ծրագրից չի հրաժարվելու, Միացյալ Նահանգների նպատակը, որ էներգոռեսուրսներին տիրապետելը, որի մասին դերևս 87 թվականից դերևս խոսում էր Թրամփը, երբ որ ինչն է մեզ խանգարում, որ մենք գնանք եւ գրավենք Իրանի էներգոռեսուրսները, հա, նավթապաշարները, այ Խարգ կղզու մասին գիտեք, ուզում էին գրավեն, այդ մասին էլ ակնարկ է եղել, որը որ նավթա վերամշակման ամենահզոր տերմինալն է, որտեղից աշխարհին սպասարկում է այդ նավթը, հա, բարելներով տրամադրվում է միջազգային շուկայի դուրս գալիս։ Հիմա հասկանում ես, որ եթե նրանց գերնպատակը Իրանի մասնատումն են անգամ որպես վերջնական ծրագիր հետագայում, այս պահին էներգոռեսուրսների վրա վերահսկողության հաստատումն է, որը այս պահին նաև Իսրայելի տեսանկյունից նաև համարվում է, որ Իսրայելի հեգեմոնիզմն է հաստատվելու Մերձավոր Արևելքում, իսկ իրենց գերնպատակը դուք լավ գիտեք, մեծ Հրեաստանի ստեղծումն է, որի սահմանները հասնում են մինչև Եփրատ ու Տիգրիս, միջագետ մինչև Պարսկաստան։ Հետևաբար հասկանալի է, որ այստեղ համատեղ են անում, իհարկե ես ավելի քան վստահ եմ, որ Թրամփը լինելով նաև կախվածության մեջ Իսրայելից եւ հատկապես Նաթանյահուց Էփշտեյնի գործն են վրադիր, ինչ որտեղ նա ստիպված է նաև գնալ այդ քայլի, որտեղ ալտերնատիվ չունի։ Հասկանալով հիմա, սկսենք նախ Ամերիկային հետևանքներն վերջ գանցնենք Պարսկաստանի եւ մեր դարաշրջանին։ Սկսենք տվել առաջին եթե գիշեք Թրամփը շատ ավելի բարեկամներով որ ինքը սովորություն իր լավախին բարեկամները գործընծնել եթե հետևած եք նույնիսկ ներքին ճակատին Ջոն Բոլտոնի մեծ մեկը որ ռազմադեն չէր սկսած անդերին որ երամարսած է որ ասմարտը քիժ է հիմա մենք պիտի խոսենք ավելի շրջանային արաբական երկրներու բարեկամության աստեցությունը որտեղ իրենց Թրամփը մեկ կողմով իրենց ուսախապարա NATO-ին հետ միասին ինքը շատ ավելի այսպես սատրիչ հայտարարություններ գնել որ NATO-ին դուրս պիտի կամ ինձի հետ չի գեցակ երրորդը որ շատ ճիշտ բան մսիկ եթե իր զինագիծը Պարսկաստանի ժողովուրդն էր երբ որ Թրամփը արդյոք ես զարմացա ավելի խելացի կգարձի պատասխանը հիմարություն չունի տվալ երբ որ դու կուկրավիտ մեզախին կրավդալի որ ժողովուրդը ոտին գտնի եւ դու գայդրարես որ Պարսկաստանի փոխարարությունը աշխարհին պիտի չնչես այո բոլոր պատմությունը ինչպես կանգնալիս որ Պարսկաստանի ժողովուրդը քեզի հետ գտնի ուրեմն խոսենք նախ Թրամփին եւ Ամերիկայի գորուստերու մասին հարաբերություններ
Պարսկաստանի ժողովուրդը, Այո, Ղարաբաղի երկիրները, Արևմուտքը, ՆԱՏՕ-ն մեկուսացած է եւ երևակայեցեք, որ Թրամփը Չինաստանի կխնդրեմ, որ երկու Հերմուզի ինձ աչակցի, որ Հերմուզը բանակ, այսինքն այո։ իմ մրցակիցին խնդրեմ։ Դե տեսեք, էլի գալիս ենք մի մարդու մասին ենք խոսում, որը իր տեսակով, իր ամբողջ ամբլուայով իրարամերժ արկածախնդիր մարդ է, որը որ էլի եմ, այդ տեսեք մի դրվագ ես հիշեց, չէ՞ ձեզ ասեցի, որ դերևս 87 թվականին մարդը հայտարարում էր, որ Իրանը ունի նավթ եւ այդ նավթը մեզ կարող է բաժին հասնել։ Վերես Հետո իշեմ ասեմ նաև ուրիշ հիմարություն որսալ Գրինլանդը պիտի Գրինլանդը եթե ես շարժեմ ուրիշը պիտի դառնի Գրինլանդ այո, Դենմարք իր հետո զենագիծին մարդու հողեր առնելու է այսինքն գաստով ես կսա այո, կասկածել ուղեղի մասին անգամ նաև դու դարի կարած է խնդրեմ շատ ճիշտ է։ Գիտեք մեկ Հետո հարցում ինչ ես է։ ներքին ճակատով արդյոք այս պատերազմի Այո, արդյունքը պիտի ախոսապելի որ քանի կնդրություններուն դեմոկրատները որ Կարես դեմոկրատները շահելու վրա են ինչ կգարձեք խնդրեմ մի քանի գետ դե շահեցիք տեսեք, դրեք հա, հիմա ավարտեմ միտքս նախորդ, այո, ու տեսեք, 2008 թվականին ինչ էր ասում Դոնալդ Թրամփը, գիշեք, հայտարարում էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների այն նախագահը, որը ինչ որ կեղծ կամ սին պատճառաբանությամբ կներխուժի մերձավոր արևել, պետք է իմպիչմենտի ենթարկվի։ Հիմա ձեր ասածին եմ պատասխանում։ Հիմա 2020 թվականին կեղծ պատճառաբանությամբ մերձավոր արևելք ներխուժելու համար Թրամփը իր իսկ բառերն են իրեն հղում։ Ինքը իմպիչմենտի պետք է ենթարկվի, թե ոչ, հա։ Այսինքն, տեսեք, մարդ, որը որ իմացեք այս ինֆորմացիան ընդ որում ասեմ, Պարսից ծոցի երկրներին պահանջում է 5 տրիլիոն դոլար Իրանի դեմ պատերազմը շարունակելու 2.5 տրիլիոն դոլար դատարեցնելու համար։ Այդ մարդը ամեն ինչը բիզնես պրոյեկցիա է անում, հասկանում եք, այդ մարդը հաշվարկը բացառապես բիզնես մի մարդ, որը որ տեսեք, իլուր աշխարհի ամբողջ լրատվական մամուլի ներկայությամբ ասում է հայտարարում է, որ Իրանի դեմ պատերազմը սկսելու նախաձեռնողը եղել է պատերազմի նախարար Հեքսեթը։ Հա Պենտագոն ասում է դա նրա մտահղացումն էր։ Այսինքն այդ մարդը գիտեք ինչ, այն որ ասում է մեր դեպքը նման դեպքեր ունեցել ենք, հա, ով սկսեց, ով ում ջեբը գցեց պատերազմը, իհարկե հայտնի սցենարները բոլորիս, բայց այն որ մոտ պատկերացնում եք 3500 եւ ավելի ադմիրալներ, գեներալներ, էքսպերտներ, ազգային անվտանգության հատկապես էքսպերտներ ու փորձագետներ, այս մարդուն փորձում են խրատեն, հասկացնեն, որ չի կարելի, հասկանում եք, որ դա ոչ միայն ամերիկյան դեմոկրատիային է խփում այս քո գործողությունները, ամբողջ աշխարհով մեկ ագրեսոր են համարում։ Տեսեք, հիմա Ռուսաստանի անունն է էլ թե ագրեսորը։ Ռուսաստանը դերևս Ուկրաինայի հետ է պատերազմ արել, մեկ է Վրաստանի, բայց այստեղ նայեք, եթե պատմագրությանն ենք հղում տալիս, ամբողջ մեր հələ մի հատ հիշեք, Նագասակի Հիրոսիմա եղել է, Վիետնամ եղել է, Աֆղանստան եղել է, Իրաքում տեսանք ինչ եղավ, հա? Տեսանք, չէ՞։ Գներես շեսնեմ մանավանդ իր բարեկամը որ շատ կներես մանավանդ որ իր ժողովրդականությունը հիմնած է ասմարտի իր բոլոր աշխարհում որ Իրաքի պատերազմին մեկ չէր տային հիմարները դարի մեզի իր մարդիկ քիվերգոները որ ինքը եղած է դիպր anti-war իր պատերազմի թեմեր հիմա պատերազմներ կմղի խնդրեմ այո Իրաքի ղեկավարին հասցրեցին մինչև հա սպանության այո Ասադի ռեժիմը ինչ եղավ Մուհամմար Քադաֆին ինչ արեցին Լիբիայում, հասկա։ Ու այս ամեն ինչը, որ նայում ես այդ ամերիկյան դեմոկրատիայի այդ փաթեթավորված խոսույթով, այդ ամեն ինչն է տեղի ունեցել, հասկանում եք։ Աշխարհում մենակ մի երկիր է միջուկային զենք իրար է, դա Միացյալ Նահանգները, ընդ որում տեսեք, իրանց մոտ կա վերապահում որ Իսրայելի պես պետությունը, աշխարհում 10-ից ավելի պետություն կա, որ միջուկային զենք ունի, ունեն իրավունք դա, այդ թվում Պակիստանն, Աֆղանստանը, բայց այլուտես, օրինակ Իրանը չպետք է ունենա։ Հասկանում եք, այստեղ երկակի ստանդարտներն էլ հələ դնենք մի կողմ որ գործ։ Այստեղ խոսում է նրա մասին, որ այդ խայտառակ թշնամանքն ու անտագոնիզմը, այդ էգզիստենցիալ վտանգի դաշտ բերելը, հա, որ եթե հիմա իրանցիներին չավիրենք, այ քաղաքակրթությունը չավիրենք, ինչպես իրենք են ասում։ Իրանը կարող է մեզ ավերել, այսինքն Կիկոսի մահը հայտնի բանն է, հա, այսինքն նախապես իրենք պլանավորում են, որ իրենք գիտեք վտանգված են։ Բայց հասկանում ես, որ գեոպոլիտիկ կարևորության իրենց համար դոկտրինային հարցեր են լուծում դրա հաշվին։ Նրանց նպատակը շատ այլ է։ Այն ինչը որ հիմա տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունը, մեծ Թուրանով եւ այլն։
որը որ իրականում դրանք լուրջ մեգապրոյեկտներ են, որ իհարկե դրանք տասնամյակների, դրանք հարյուրամյակների իրականություն դառնալու նախանշած պլաններ ու ծրագրեր են, հա, ոչ թե առօրյական օրակարգային հարցեր։ Հետևաբար հասկանում ես, որ այս մարդիկ պարզապես այ որքան էլ տեսնում եք բազմահազարանոց ցույցեր են ամբողջ Միացյալ Նահանգներում, ընդդեմ Դոնալդ Թրամփի ու նրա վարած քաղաքականության։ Բայց այս մարդը անդրդվելի է։ Բայց գալու է մի պահ, որ այս ամեն ինչը, այս ցինիզմը վերջանալու է։ Մարդը խաղաղության, չգիտեմ ինչ որ կառույց է ստեղծում ՄԱԿ-ի նման, բայց պատերազմ է վարում, հասկանում եք։ Չի կարող նման բան։ Խաղաղաբեր իրեն հռչակում Նոբելյան մրցանակը ուզում, բայց արի ու տես պատերազմներ է հրահրում աշխարհի տարբեր վայրերում։ Ընդ որում նույն տրամաբանությամբ գիտեք, մարդը ասում է այնքան անգամ ցինիկ գտնվի, որ լրագրողի այն հարցին, թե բա դուք ուզում եք Գրենլանդիան հաջորդ նահանգը դարձնեք, հա, ասում է չէ, ասում է ով ասել որ 51-րդ նահանգն եմ ուզում դարձնել։ 51-րդը դա լինելու է Կուբան, 52-ը կլինի Մեքսիկան, 53-ը նոր Գրենլանդիան։ Այս մարդը հասկանում ես, որ ով իրեն քիմքին հաջո չի, հա, վաղը մյուս օր Կոլումբիայի խնդիրն անդրադառնալու։ Այսինքն ինքը ուզեցավ տեսնել, որ եթե իր մոտ ստացվեց վենեսուելական սցենարը, բլիցկրիգ տարբերակով նույնը տեղի է ունենալու Իրանի հետ։ Ինքը չի պատկերացնում, որ Իրանը դա Իրաք չի։ Ինքը չի պատկերացնում, որ լատինամերիկյան երկրները չեն։ Իրանը դա հնագույն քաղաքակրթություն է, դա արիական խորքային պետություն է, որ այդ չի կարել, այդ մարդիկ հազարամյակներով պետականություն ու պետություն են ունեցել։ Երբ որ մարդիկ, երբ որ աբորիգենի պես վազվզում են դերևս, այդ մարդիկ քաղաքակրթություն ունեն։ Ու այնքան ցինիկ է, որ մառազմատիկ հայտարարություն անում, թե ես մի օրվա կոչնչացնեմ այդ քաղաքակրթությունը։ Հասկանում եք, որ սա թոգից փախածի հայտարարություն է, ոչ թե երկրի ղեկավարի, սա ամոթ է, ու մեկը չկա, որ իրեն զսպի, ասի քեզ կարգի հրավիրի, վերջի վերջո կարգել ես քեզ առաջին աշխարհում առաջին հեգեմոն գերտերության ղեկավարը։ Ինքը տեսել է, երբ որ երբ որ Ճապոնիայի վարչապետը, հա, կին գալիս խոնարհվում է այն մարդու շիրիմին, ով որ Նագասակի եւ Հիրոսիմայի վրա բոմբ է գցել, հա։ Այսինքն այդ Ստոկհոլմյան սինդրոմն է տեսել, երբ որ տեսել է, որ բոլորին կարելի է ենթարկեցնել, հպատակեցնել, ինքը մտածում է, որ Իրանի ժողովրդին էլ է հնարավոր դա անել։ Հիմա տեսեք, այ դուք ասում եք Լիբանանի մասով, Հեզբոլայի մասով իրենք նաև, չէ, ինչքան են մեկը միահամուռ, այսպես ուր ուժ են իրենք, մեկը մեկին օգնում։ Այս պարագայում հասկանալ, ում որում տեսեք իրենց բանակցային կետերից մեկը նաև, որ իրենց Հեզբոլային եւ ընդհանրապես Լիբանանին է հարված չպիտի լինի։ Այսինքն Իրանը ասում են Լիբանանի մասին չխոսեցանք Բասկաստանի հետ։ Դա Թրամփն է ասում, բայց Իրանի 10 կետերի մեջ մտնում է դա։ Այդ դրա մասին եղել է բանակցություններ։ Այդ մասով վստահաբար եմ ձեզ ասում, որ միանշանակ լիներ, այնտեղ եղել է Իրանի համար փոխհատուցումների վճարում, այդ ռեպարացիա կոնտրիբուցիաների ասված ամերիկյան մարտական ուժերի դուրսբերումը պետք է լիներ տարածաշրջանից, պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում նաև Լիբանանում դե շեշտվել է, բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացումը պետք է լիներ, ուրանի հարստացման խոչընդոտումը պետք է արգելվեր, այսինքն չլիներ արդեն Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը պետք է շարունակվեր եւ չհարձակման պարտավորություն պետք է, այդ են 10 կետերը։ Հետևաբար այս կետերի շուրջ պետք է իրենք առերեսվեն, նստեն խոսեն, առավել եւս որ իրանական կողմը չի ընկրկում։ Եվ այստեղ եթե նայում եք Իսլամական պահապանների կորպուսի հրամանատարության զեկույցը, որ ուսումնասիրում ենք, մարդիկ հասկանում ես, որ ժողովրդական լեզվով ասած պարաշ չեն անում, երբ որ ասում են, որ մենք ինտենսիվ ամենօրյա ռազմական պատերազմական գործողություններով ընդհանուր մինչև հոկտեմբեր կարող ենք ձգել։ Հիմա հարցը, արդյոք Իսրայելը իր հերթին, Միացյալ Նահանգները իր հերթին եւ նրանք առհասարակ համատեղ կարող են պայքարել դիմադրել։ Եվ այստեղ դուք շատ ճիշտ նշեցիք ՆԱՏՕ-ի հանգամանքը, հա։ Այսինքն մարդը պատերազմ է հրահրում սեփական կապրիզների պատճառով, կապրիզների զուտ ամբիցիաների պատճառով, ներքաշում է իր ուրեմն ըստ պաշտոնապես, հա, դե յուրե եւ դե ֆակտո իր ռազմաքաղաքական ալյանսի մյուս երկրներն, թե բայ եկեք դուք էլ հետս պատերազմեք։
կամ պատերազմա ստեղծում իրավիճակ, որի արդյունքում Հորմուզը փակում է, ասում է դե դուք գնացեք այդ ջարմեն քաշեք, դուք փորձեք բացել, ես ինչի պիտի բացեմ։ Այսինքն խնդրեմը ստեղծում է, քաշվում է գրավ, ինչպես ժողովուրդը կասի, կողքից նայում է, թե այդ խնդրեմը ով պետք է լուծի։ Ու ստիպում է տարբեր երկրների, որ այդ երկրները առանց իրենց, այսինքն իրենց կամքին հակառակ Իրանի դեմ ռազմական գործություն։ Բացառապես եվրոպական երկրներից Իսպանիան է, որ ուղիղ սա որակել է որպես ռազմական հանցագործություն եւ չի մասնակցում այդ ոչ մի բանին։ Նույնը այս թարմերը մեկ ասում է, որ կօգնի, մեկ հասկանում են, որ հետ է կանգնում։ Ֆրանսիան օտային տարածքը չի տրամադրել, մի շարք երկրներ չեն տրամադրել։ Այո, դրա համար պարզա որ Թրամփը պետք է ցայտնոդի մեջ հայտնվի, պետք է մեղադրի, պետք է անվանարգի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, հա, շատ տգեղ վերաբերմունքով խոսի Մակրոնի անձի մասին, հա։ Հետևաբար մարդիկ հասկանում են, գիտեք, այն որ բոլորի կողորտներին է հասցրել իրականում։ Իրոք զզված է ժողովուրդը, եւ իր ամերիկացի ժողովուրդը, եւ միջազգային հանրությունը, այս մարդը իրականում աղետ էր բոլորի գլխին։ Անկամ շատերը փոշմանել են ու վստահաբար ասում են, որ Բայդենյան վարչակարգը ավելի կոնստրուկտիվ էր, ավելի ադեկվատ էր եւ ավելի ճիշտ արտաքին քաղաքականություններ էր վարում, սթափ, լինելով անգամ խնդիր ունեցող մարդ, անձնապես նա։ Այ 80 տարեկան անց մարդ։ Հիմա ծաղրում է այդ մարդուն, նույնիսկ անգամ տարական կուլտուրա չունի, որ վերջի վերջո երկրի ղեկավարին է ծաղրում։ Չէ, ձևեր է թափում, ինչ որ նմանագումներ է անում, հասկանում ես, որ սա ոչ թե քաղաքական գործիչ է, այլ շարքային սովորական կարիկատուրա է։ Շոումեն։ Հասնելով մեզի ամեն հետաքրքրող դարաշրջանին Անդրկովկաս, Հայաստան, Բարձկաստան։ Արդյոք Բարձկաստանը իսկապես շատ թույլատած է եւ այլևս Զանգեզուրի, Միչանցկի Բահոմեզի կարող չէ օգտակար դառնալ, չէ թե ոչ, Բարձկաստանի հիմա շատ ավելի ուժ զորավոր դուրս պիտի գա եւ արդյոք Ադրբեջանը եւ Թուրքիան խորամանկ վարվեցան այս հարցի մեջ իրենք չի ներկաշվեցան, ինչ որ շատ մահայեր ես հալ ուզեի օրինակի համար Բարձկաստանի հետ միասին իրենց մուրը հանեն։ Տեսեք, վերջից գամ ձեր ասածի, Ադրբեջանի համար պատե առիթ է, որ ընդ որում բաց են նրանք այդ մասին խոսում, որ Իրանը հենց հանգարց ընկրկի, կապիտուլյացիայի գնա, առիթը բաց չեն թողելու, իրանք էլ գրավելու են այսպես կոչված հարավային Ադրբեջանը, հա, իդեմս Թավրիզ քաղաքով Մակու Սալմաստով, հա, Ուրմիա լճով։ Հիմա հասկանալի է, չէ, որ օր առաջ ասում է ես ընկնում է դանակավորները շատանում են։ Հիմա պարզ է, չէ, որ քանի Իրանը ամուր կանգնած է իր դիրքերում, քանի կարողանում է դիմագրավել, նրա հետ բացառապես խոսելու են պատշաճ կերպով, խոսելու են առանց սետևականքների եւ այլն, բայց կգա մի պահ, որ եթե հանգարց ես ձեզ վստահեցնում եմ, ընդ որում տեսեք իրենց գերնպատակը որն էր հակաիրանական կոալիցիա ստեղծելով տարածաշրջանի գրեթե բոլոր իրենց վստահելի երկրներով ներքաշել պատերազմի մեջ եւ այդ երկրները կարգել որպես պլազդարմ պոլիգոն ընդդեմ Իրանի, գիտեք, ընդ որում այդ մասով նաեւ նորություն չեմ ասի, որ ասեմ, որ Արցախի հատվածը հատկապես դա Իսրայելի համար չի բացառում, եթե փաստերը վերջնականապես հաստատվեն, որ հակաիրանական ուրեմն կոալիցիա չասեմ Իսրայելի բազաների համար նախատեսված մինիմում ուրեմն հետախուզական տվյալների ստացմամբ որջը, այսպես ասած։ Եվ բնականաբար չէ, իրանական հետախուզությունը քաջատեղյակ է, այդ ամեն ինչը հիշում եք Նախիջևանի դեպքերի մասով էլ, հա։ Եվ այս մասով տեսեք, ինչ վերաբերում է Միչանցկի մասով եւ այլն, տեսեք, առհասարակ Հայաստանի մասով, սա ես ոչ թե ասում եմ զուտ, որ մենք ապահով հանգիստ կարող ենք նստել շունչ քաշել, այլ գոնե բախտերս բերել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային ու պետական շահերից է բխում եւ իրենց ռազմական դոկտրինով նաեւ նախատեսված է, որ ամբողջական Հայաստանի սուվերեն տարածքը պահպանվելու է, որտեղ դա իրենց համար հյուսիսային դարբաս է։ Եվ պատմական սահմանը թեպետ 44 կիլոմետր է ընդամենը, բայց պահպանվելու է։ Այսինքն այս մասով գոնե մենք մի փոքր այսպես հանգստություն ունենք, որ
այն պլանները, որը դրել են իրենց առաջ թուրքերը եւ ադրբեջանցիները, հա, էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակներում, որովհետեւ այս մասով գիտեք, մեր մասով էլ սա կերծ խաղաղություն է իրականում, մենք հիմա լատենտ խաղաղության մեջ ենք իրականում, լատենտ խաղաղություն է սա, հասկանալի է, որ իրանական հանգամանքը իհարկե կա, որ նման էքսպանսիոնիստական զավթողական քաղաքականություն չեն իրականացնում, ընդ որում երբ որ ունեն այդ հնարավորությունը այս պահին։ Ուղղակի իրանք էլ իրենց հերթին սպասում են, թե Հայաստանում ինչպիսի կուլմինացիա կստանա նախընտրական այս քարոզարշավը եւ ավարտական կուլմինացիան ով կլինի ղեկավար, հա, որտեղ իրենց սրտի տեխնազում գիտեք, իդեմս այս իշխանությունների Նիկոլ Փաշինյանն է։ Հետևաբար այս մասով մտահոգությունները կան, դրանք չեն փարատվում, բայց այս պահին ես որևիցե լուրջ վտանգ չեմ տեսնում այս համատեքստում, հայ, Իրանի դեմ ռազմարշավի ժամանակահատվածում ամենայն դեպս։ Դավիթ Կարապետյանը դաղվին 6 րոպե, երկու հալակ հարցում, ես կուզեի խոսել ներքին ճակատի, սակայն անկան կուկիդալեկները լայն են, ուղղակի անգոմ ներկաշվեցան։ Ունենք 6 րոպե։ Արդյոք Դավիթ Կարապետյանը կպատրաստվի որևէ մեկ կոալիցիայով կամ աստանության մասնակցել եւ երկրորդ ինչ է ձեր նախադասությունները ըստ երևույթին Սամվել Կարապետյանին դաշինքը շատ ավելի ուժեղ դիրքի մեջ է քան թե Փաշինյանիզմը Փաստերը անեմ որ վերջին օրերում Փաշինյանիզմը զարմանալի օրենքներ կանի որ բավական մանկական են այսինքն անունը բեք չդալ այս այն խնդրեմ ունին 5 րոպե Թույլ տվեք շատ շագերտներ չբացեմ, հարգելի Պետրոս, որքան էլ որ կուզենայի որ վերջին հարցադրումով, բայց ասեմ ձեզ, որ քննարկումների փուլում ենք, որոշ առաջարկներ ստացել են բնականաբար, դրանք քննարկում եմ, տարբերակներ կան, որոշակի process-ներ կան, որ գեներացված են, ես անմնացող չեմ, հիմա այն իրավիճակում ենք, որ այո, ես որոշ դաշինքային տարբերակներ դիտարկում եմ, զուտ մեկ տրամաբանության շղթայում, որ լայն կոնսոլիդացիա եթե դա ստացվի, իհարկե ես դրա նախանշանները այդուհանդերձ չեմ տեսնում, բայց հակված եմ այդ կարծիքը հայտնելու, որտեղ նպատակը դա է, որ կարող է տանի վերջնական կուլմինացիային, այն է այս իշխանությունների բացառումը, հա, վերստին ընտրվելու վերարտադրման հնարավորությունը մաքսիմալ իջեցնելու մասով։ Այո, բայց տեսնում ենք, որ որոշակի էլի ամբիցիաներ կան թե արտախորհրդանական նոր ուժերի մոտ, թե նախկին ուժերի այսպես կոչված, որոնք որ քաղաքական հայտեր են ներկայացրել, բայց չենք տեսնում, որ ամենայն դեպս պաշտոնապես չի հայտարարվում։ Գուցե դեռ ժամանակ կա, այսպես կոչված ռասկլատներ կլինեն, կփոխվեն իրավիճակներ, որ կտանի դրան, բայց այս պահին այո, ձևավորվել են որոշ ուժեր, որոնք որ իրական վտանգ են ներկայացնում այս իշխանություններին եւ իշխանությունները որոշակի չափով մտահոգությունների եւ անգամ ցայտնոտի մեջ են, բայց նրանք ինչ որտեղ նաեւ վստահ են, որ հավանականությունը մեծ է իրենց վերարտադրվելու, հա, դրա համար իրենք ինչ որտեղ հանգիստ են, խաղաղված են, Մոսկովյան այցելությունը ըստիս նաև այդ շղթայի մեջ էր, որ մեր վարչապետը շատ հանգիստ փորձում էր, հիշում եք լրատվամիջոցներին ասում էր, ես անձամբ պետք է գնամ, ես պետք է նախաձեռնեմ այդ հանդիպումը, հա, գնաց, որովհետև հասկանում էր, որ անկախ ամեն ինչից նաև պետք է լսի Պուտինի կարծիքը եւ եզրակացությունը, թե արդյոք նա այդ մասով Ռուսաստանը իդեմս Պուտինի ինչպես է տրամադրված, ինչպես են տեսնում, առհասարակ իր վերարտադրման մասով ինչ դիրքորոշում ունեն, թե էստաֆետ են հանձնելու, եւ այլն եւ այլն, հիմա չխորանանք այդ մասով, բայց հարցը ուղղված էր կոնկրետ ինձ, ես փորձում եմ այս ներքաղաքական ինտրիգների մեջ, որը լեցուն է, հա, ամենօրյա այսպես ռեժիմով, գիտեք, ինչպիսի էքսցեսների ու ինտրիգների ականատես ենք դառնում, ինձ զերծ պահեմ, բայց այո, process գեներացվում է, հիմա փորձում ենք մաքսիմալ գրագետ ճիշտ քայլերով տեսնենք ինչ հնարավոր տարբերակներ կա, եթե ել եմ կրկնում, գերնպատակը կոնսոլիդացիայի արդյունքում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տաբալելն է։ Եթե այդ օրակարգով կա, ցանկացած արտախորհրդարանական առողջ ուժ
որպես այդպեսին մենք տեսնում ենք այդպիսի ուժերի հետ համագործակցություն, բանակցությունների անցկացում եւ այլն։ Այնպես որ այդ process-ների մեջ ենք, տեսնենք ինչ կստացվի։ Դավիթ Կարապետյան, ինձ պիտի խոստանաս շատ շուտով ներքին ճակատի հարցազրույց պիտի ունենք քեզի հետ եւ ես շատ սիրտես կմաղթեմ որ Դավիթ Կարապետյանի նման խելոք իրաբաշտ արտգայական եւ սարատադող մարդիկ որ ոչ ամփոխավար են, ոչ պոպուլիստ են, ոչ մարդուց իսկություններով կխաղան, այլ բանականություն Հայաստանի քաղաքական դաշտը ծառայ է բանականության եւ քաղաքական միտքերու եւ իհարկե Դավիթ Կարապետյանի նման խելացի մտավորական իսկաս գիտակից մարդիկ շատ մեծ օգուտ կբերեն Հայաստանին, այնպես որ մաղթեմ քեզի հաջողություն եւ իհարկե եթե մասնակցից իմ ալիքս քուալիկը դե Նորակալ եմ Երբայր ջան, շատ զգացված եմ։ Աստված առաջ։ Շնորհակալություն։ Ես քաղաքական գիտակցության կամք ու սթափություն եմ ակնկալում մեր ժողովրդից։ Գոնե այս անգամ։ Լավ եղեք, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքրական հարցազրույցին։ Ինձ խոստացար ամեն մարդ կլսե շուտով եկող մեկյավի ու շաբաթ ներքին ճակատի վրա մեզի անգամ եւս յուրի Դավիթ Կարապետյան։ Շնորհակալություն։ Բարի գիշեր։ Իրոք, առաջ եմ։